44-օրյա պատերազմի ժամանակ էլի ռադիոյի դերը բավականին բարձրացավ, որովհետև մենք այստեղ ունենք լույս, այո, եւ մենք կարող էինք հեռուստացույց նայել սահմանին, սահմանից անդին, Արցախում մարդիկ ռադիո էին լսում եւ այդ ժամանակ նաեւ Արցախի հանրային ռադիոյին նվիրաբերեցին ռադիոընդունիչներ, սկսեցին բաժանել մարդկանց, այսինքն երբ ռադիոն դա այն մոբիլ լրատվամիջոցն է, որը կախված չի շատ հանգամանքներից, հա, այսինքն դա հեռուստատեսություն չի, որ պետք է հետը տանես, դա ժամանակակից մոբիլ կապի միջոց չի, որ խփեն անտենային ու ամբողջությամբ այդ կապը չլինի, մինչև մտածեն ինչ են անելու։ Եվ այս ընթացքում ռադիոն շատ մոբիլ է դառնում, քանի դեռ Հայաստանում մասկի հորինած անտենաներ չդրվեն։